Ես երբ որ դպրոցական էի, ինձ համար հիմա շատ տարօրինակ է այդ արտահայտությունը, երբ որ ասում են Կիլիկյան ունեցավ փառավոր, բայց շատ կարճ կյանք, ինչպես թե կարճ։ Այո, շատ հեշտ պատկերացրեք աշխարհի ամենաբերի բոլոր կայսրությունների, բոլոր պետությունների համար շատ համեղ պատառ հանդիսացող տարածքի համար, որի համար կռվում են բոլորը, սելջուկները, խաչակիրները, բյուզանդական կայսրությունը, ու դու 300 տարի, դե եկեք մի 300 տարի մենք հիմա այսօրվանից հետ գնանք։ Գնում հասնում ենք Դավիթ բեկի ժամանակները, այսինքն պատկերացնեք 300 տարի Ռուբենից մինչև Լևոն վերջին, Լևոն 5-րդ, մենք ունենք մի պետություն։ Եվ Կիլիկիայի խորհուրդը իրականում ավելի շատ մոդելների ուսումնասիրությունն է։ Ես դրա համար հաճախ բացի ժամանակագրությունը, փաստային բազմաժանր գունեղ տեղեկատվությունը ներկայացնելու զատ ինձ համար շատ կարևոր են հարցադրումները, ոնց որ դու նշեցիր սկզբում, ինչու եկան Կիլիկիա, որտեղ դրա տակ շատ մեծ հայեցակարգեր կան, շատ գիտելիքներ կան, որոնք որ արդի իրողությունների համար շատ կարևոր են։ Հիմա էլ տեղեկատվական աշխարհ ունենք, մենք հաճախ պետք է հասկանանք միջնադարան տեղեկատվական իրողությունները, ինչպես եղավ, որ Կիլիկյան շրջանում կինը դարձավ այդքան բարձր ստատուս ունեցող, հասարակության մեջ ստատուս ունեցողներ, կանայք, ոչ միայն էլիտայի կանայք, այլ առհասարակ, հուսամ սրան էլ ինչ-որ ժամանակ, բայց դա էլ է գալիս նաև Բաղդադունյա շրջանից։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Կիլիկիայի մոդելները մենք սովորենք։ Ինչպես էին կարողանում Կիլիկիայի վերնախավում համադրել խորը ազգայինը, ինչ որ կուտակված է, ինչ որ գալիս է բուն Հայաստանից, եւ կրոնական, եւ մշակութային առումով, մշակութաբանական, միաժամանակ այնքան ճկուն էին, որ կարողանում էին նաև համադրել դրա հետ կոսմոպոլիտը։ Շատ բաց էին աշխարհին։ Տողն է երևի, էլի։ Շատ բաց էին եւ դա երևում է, դա միայն խոսքեր չեն, այսինքն բավական է միայն Կիլիկյան Հայաստանի, այսպես ասած, նախարարությունների անունները նայել։ Գունստաբլ, ռիվ, կոնետաբլ ֆրանսերեն բառը, մարաջախտ, մարեշալ, զինվորական պաշտոն է, ռազմական պաշտոն է, դեռ ինչ կա, ջանցլեր, կանցլեր, այսինքն բարոնները ի վերջո, չէ, պարոն այն ժամանակվանից սկսել, չէ։ Այսինքն անունները նույնիսկ անունները հուշում են այդ համադրական պետության հիմքում համադրություն, ոչ թե հակադրություն դնելու սինթեզի գաղափարախոսությունը, որտեղ այլ պարագայում, եթե դու հակադրվես, շատ կարճ գոյատևես։ Շատ կարճ ժամանակ կունենաս, եւ սա է հենց հետաքրքիր, որ երբ որ մենք սկսում ենք Ռուբենից ու հաճախ մեզ համար ավելի հետաքրքիր է թվում Լևոն Թագավորից սկսված ժամանակաշրջանը, բայց շատ կարևոր որ դու շեշտադրում ես Ռուբենից եւ մինչեւ Թորոս II, նաեւ Մլեհ այդ ժամանակաշրջանը, որոնք այն կենացու մահու ժամանակներն էին, որոնք ապացուցեցին հայկական նոր պետության գոյությունը եւ բոլորը ընդունեցին այդ խաղի կանոնները։